այո, դրա առանձնահատկությունները պիտի հաշվի առնեն։ Աբստրակտ որ ասեմ, ավելի պատկերավոր։ Այս զգայուն գործով դատավորն ու դատախազն ընկերներ են, Սրբազանի դատարանի նախագահով դատախազը ընկերներ են, աբստրակտ արդեն չի լուսա, արդեն սա չի կարող շարունակել լինել։ Դրա համար եմ ասում, անկողմնակալ դիտորդի աչքերով առնվազն չի կարող երևալ սա նորմա։ Շատ լավ։ Պատասխան Կարճ։ Ձեր դիրքորոշումները ասեցիք։ Նաև պատվարժան գրապետան, առաջին օրվանից սկսած այս գործը քաղաքական ուղիղ ճնշման տակ է։ Մենք վստահություն չունենք։ Խնդրում եմ ներկայացված միջնորդը թույլ տվեք ասել, հա։ Խնդրում եմ ներկայացված միջնորդը։ Հասկանալի է։ Դե պիտի նախաբան ասեմ, որ շատ լավ, բայց ձեր կեսից չեմ կարող շարունակել։ Խնդրում եմ ձեր տոնը փոխեք։ Հա դրա համար եմ ասում, թույլ տվեք արտահայտվել։ Ես ուրիշ տոն չեմ այստեղ միջեցնում։ Պատվարժան գրապետան, առաջին օրվանից այս գործը քաղաքական ճնշման տակ է։ Մենք չենք վստահում ոչ մի դատավորի։ Սկսած կալանք տվող դատավոր Մասիս Ներքունյանից, վերջացրած Արաչյանի դատանում Ապուրինի դատական ակտ կայացրած դատավոր Արմինե Մելիքսեթյանից։ Չենք վստահում դատախազությանը եւ այս գործով հանրային մեղադրող հանդիսացող դատախազներին։ Ու հիմա դատարանը մեզ այսօր բացահայտում է, որ հանրային մեղադրողի հետ ունի այնպիսի կապ, որը հնարավորություն է տվել աշխատել, խնջույքների մասնակցել եւ ինչ-որ ընդհանրական այսպես ընկերական։ Եթե ու հիմա սկսել եք արդեն այդ հանգամանքը հերքել, պատվարժան դատան, եթե այդ հանգամանքը ընդհանրապես կարևոր չէ, չբարձրացնենք, մենք էլ մեր մեջ որոշենք, հա։ Ինչպես։ Ինչ հանգամանք։ Ասում եք, ես կաշկանդված չեմ, դա ընդհանրապես նշանակություն չունի, դա դատարանի վրա ազդեցություն չի կարող թողնել, եւ որ ոչ մի բան չկա։ Չի ես ասել եմ կաշկանդված եմ, հիմա էլ հերքում եմ։ Ինչ նայեք։ Ես ներկայացնում եմ իրավիճակը, ասել դա։ Իրավիճակը ներկայացրել եք այնպես, որ ունեք մտերմություն, այն աստիճանի, որ այդ գործով բացարկը ընդունել եք, փաստեր։ Հիմա այդ հանգամանքը մեզ բացահայտում եք։ Հիմա պատկերացրեք պաշտպանների վերաբերմունքը այս իմաստով, ինչքանով է հիմնավորված, ու հիմնավորվածության աստիճանը խնդրում եմ պատկերացրեք։ Երբ որ դուք այդ փաստը բացահայտում եք, եթե կարևոր չէ, ընդհանրապես չասեք, շնորհակալություն։